Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք News լրատվականի եթերում մենք հաղորդաշարն է հյուրս այսօր մեր ձևով ժողովրդական շարժման անդամ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան, հրավերս ընդունելու համար։ Կուզեմ հարցս այսպես ձևակերպել, մենք այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ մեր ինքնության, մեր տեսակի, մեր ի վերջո հայրենիքի պաշտպանության համար պետք է կռիվ տանք ոչ այնքան կամ ոչ միայն արտաքին թշնամական երկրների կամ երկու թշնամի պետությունների, հանձին Ադրբեջանի եւ Թուրքիայի, մեր կռիվը կարծես տեղափոխվել է հիմնականում ավելի շատ ներս։ Մենք այսօր պայքարում ենք այն իշխանության դեմ, այն խմբի կամ խմբակի դեմ, որը վարում է մի քաղաքականություն, որը բոլորովին չի բխում մեր շահերից, հայ շահից, մեր երկրի հայկականության, մեր արժեքների պահպանության, մեր ինքնության պահպանության շահերից։ Բայց իրենք հակառակն են մշտապես պնդում, օգտագործելով հզոր իրենց քարոզչական այդ մեքենան, միշտ ասում են բոլոր իրենց հարթակները, բոլոր հարցազրույցներում այն մեխն է, որ եթե մենք չլինենք Հայաստանի պետությունը կվերանա, կոչնչանա, անվտանգություն էլ չեք ունենա, խաղաղություն էլ չեք ունենա։ Հիմա պարոն Դավթյան, քանի որ իրենց ռեսուրսը շատ մեծ է քարոզչական, ես ցավով պիտի արձանագրեմ, որ դա որոշակի առով կարծես անդրադարձել է նաև մեր քաղաքացիների տրամադրության վրա։ Եկեք իսկապես հասկանանք, այս հակասության մեջ որն է իրականությունը։ Մի կողմից մենք գիտակցում ենք, որ կորցնում ենք մեր ինքնությունը, մյուս կողմից հզոր քարոզչամեքենան ասում է ոչ, ես պիտի լինեմ, որ դու լինես։ Այսպես ասեմ։ Եթե փորձենք հակադարձել Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որը 21 թվականից է սկսվել, որ եթե ես չլինեմ, պատերազմ կլինի, մի այսպես իհարկե մասնագիտության բժիշկ չեմ, բայց շատ տիպիկ օրինակ կարող եմ բերել, Նիկոլ Փաշինյանը վերածվել է Երիկամի քարի, որը ամեն անգամ հանդիպելով համապատասխան օրգանի հետ ստեղծում է շատ լուրջ ցավեր, շատ լուրջ խնդրեմ ու անգամ կարող է բերել մավան մարդուն։ Դե բժշկական համատություն անենք այդ հասկացության մեջ։ Հետաքրքիր է։ Այո, եւ 21 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի խաղաղության գրավականը կայանում է միայն մեկ հարթակում Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերը սպառելու համատեքստում։ Չկա որևէ տրամաբանական բացատրություն, թե 21 թվականից հետո խաղաղություն խոստացող մեծն վեզիրը ինչպես եղավ, որ օկուպացվեց Սև լիճը, դրանից հետո եղավ հարձակում Հայաստանի սուվերեն տարածքների վրա, օկուպացվեցին մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք, բացի այդ ունեցանք զոհեր, գերիներ, դրանից հետո եղավ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Արցախի հայաթափումը ամբողջությամբ, որից հետո 24 թվականին տեղի ունեցավ Տավոշի տարածքների հանձնում, սահմանագծման համատեքստում եւ դա ներկայացվում նույնպես խաղաղության, բայց եթե մենք փորձում ենք հասկանալ, իհարկե Նիկոլի տրամաբանության հետ հասկանալու համար պետքա բժշկի օգնությունը դիմել այս պարագայում, բայց եթե մենք փորձենք ընդհանուր հասկանանք խաղաղության համատեքստը, ինքը չի տեղավորվում միայն զիջելու հարցով։ Խաղաղությունը ինքնին ինքը շատ բարդ կոմպլեքս process է եւ պատերազմի բացակայությամբ չէ, որ կարելի է ասել խաղաղությունը հաստատված է։ Այստեղ կան շատ խրթին հարցեր։ Խոսքը վերաբերվում է ամենակարևորներից մեկի մասին, ժողովուրդների համակեցության, ժողովուրդների հետ հարաբերությունների եւ ժողովուրդների ընկալման հարցին։ Ինչ ասել էր թվարկվածներս, դա առաջին հանդուրժողականությունն է։ Քո դիմացի առանձին ուրիշ էթնոսին կամ ուրիշ ազգին պատկանող մարդուն դու ինչպեսի վերաբերմունք եւ մոտեցում ունես, ինչպեսի բառապաշար ես օգտագործում տվյալ ազգի կամ ներկայացի նկատմամբ։ Մենք Հայաստանում ունենք էթնիկ փոքրամասնություններ, հատկապես եզդիներ եւ երբեք ես չեմ հիշում մի դեպք, երբ որ մեր հասարակությունը կամ իմ շրջապատից որևէ մեկը կամ անգամ ես ինչ որ խտրական մոտեցում ունենք, որովհետեւ ես համարել եմ այդ մարդկանց մեր ազգի մի մաս, մեր հետ ապրող էթնոս մի մաս, էթնիկ խմբի պատկանող մի մաս ու շատ լուրջ հարգանքով են վերաբերվել այդ մարդկանց, զուտ եզդիների օրինակաբերեցի, չնայած շատերը կան։ Ինչ վերաբերվում է առհասարակ Նիկոլ Փաշինյանի պնդումներին խաղաղության, դրանք դատակաբանության շտարաններ են։ Ես խոսեցի հանդուրժողականության մասին, բայց այստեղ շատ կարևոր կոմպոնենտ է նաև տնտեսական հարաբերությունները։ Մեր ձևով շարժման ղեկավար Սամվել Կարապետյանը շատ լուրջ տնտեսական մեխանիզմների եւ ծրագրի հաշվին կարողացել է աշխարհով մեկ ունենալ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, չնայած դա շատ հաճախ մանիպուլացվում է այսօրվա իշխանությունների կողմից, այլ նաեւ արտերկրում տարբեր երկրներում ունենալ լուրջ հաջողություններ բիզնես հարթակում։
Եվ դա պատահական չէ, որ տնտեսությունը մարդու, այսինքն յուրաքանչյուր քաղաքացու լավ ապրելու, ապագա տեսնելու ամենակարևոր գրավականն է։ Եթե այսօր մարդը կուշտ չի, իր գրպանում չունի համապատասխան գումար, որ կարող է ծախսել իր ընտանիքի անդամների հարցերը լուծելու, անձնապես իր սոցիալական հարցերը լուծելու, ապա այդ մարդը երջանիկ չի կարող լինել։ Դու ուզում ես բեր խաղաղություն, բայց եթե դու տնտեսություն չունես կառուցած կամ քո տնտեսությունը չի ղեկավարվում պրոֆեսիոնալների կողմից, ուզում ես 100 տարի խոսի խաղաղության մասին, դու պարզապես 100 տարի հետո կարձանագրես, որ դու ունեցել ես ընդամենը 0.1 տեղաշարժ դեպի Իրենք խաղաղության մասին կներեք խոսում են, շեշտելով հետևյալը, չեն կրակում սահմանին։ Դա Ինչ է դա։ եմ Հնարավոր է, ասում։ ասենք, լինի համաձայնություն Ալիև-Փաշինյան, որ դե մինչև Իսկ ձեզ 2026-ը հարցին- մի կրակեք, ժողովրդին մենք միասին համատեղ զույգը կխափի, հայ ժողովրդին կընտրվի, հետո ինչ կուզի կանի արդեն այն ահավոր ծրագիրը, որը հիմա դուք նաև կարծում եմ առիթ կլինի կխոսեք 300,000 ադրբեջանցիներ, արևմտյան Ադրբեջան, այսինքն կանցնի ծրագրի իրականացմանը։ Ես ձեր հարցին հարցով պատասխանեմ, չնայած սիրուն չի, բայց փորձեմ այդպես Խնդրեմ, ու այդ հարցս իր մեջ պարունակում է նաև պատասխան։ Ինչքանով ենք վստահ որ չեն կրակում։ Արդյոք այս իշխանությունը Հայաստանի ժողովրդի հետ անկեղծ է։ Արդյոք չի խափում, արդյոք կրակոցները չի ներկայացում։ Մենք ունեցել ենք դեպքեր անցած տարի, եթե անգամ այս տարվա սկիզբ, որ լրագրողներից մեկը հրապարակեց տեղեկատվություն, անգամ տեսանյութ հրապարակվեց, որտեղ կրակոցների ձայն էր լսվում, պատգամավորներից մեկը քաղաքացիական պայմանագրի պնդեց, որ դա օդ են կրակում։ Ճիշտ է։ Այսինքն, եթե մենք չունենանք նման արտահոսքեր, չենք իմանա, որ կրակոց է եղել, որովհետև խիստ վերահսկողություն կա զինվորի նկատմամբ, ու այդ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն օրինակ նման տեղեկատվությունները չհայտնելու մասով։ Ես ունեմ մտերիմներ, ովքեր նաև պնդում են, որ իրենց կողմից վերբալ կա հրաման, որ անգամ հայացքով չնայեք ադրբեջանցի զինվորներին։ Եթե թույլ կտաք, ես մի շատ մտահոգիչ ինֆորմացիա հիմա նաև հրապարակեմ, Facebook-յան տիրույթում այս ինֆորմացիան պտտվեց եւ լրատվամիջոցների հարցազրույցների ժամանակ խոսվեց այս մասին, այնպես որ ես հղում եմ անում, ոչ թե ինքս այսպես բերել եմ ինչ-որ տեղից, կան վկայություններ, որ մեր զինվորները գնում են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից զննում անցնելու։ Դիրքեր կան, որ ասում է 2 օրվա սնունդ, 2 փամփշտատուփից ավելի ադրբեջանցիները չեն թույլատրում, որ անցկացնեն։ Սա ինչ է։ Անկեղծ չունեմ նման տեղեկատվություն, չեմ կարող այդ հարցին Բայց չեն պատասխանել կարող թե բացառել, որովհետև քանիցս արդեն մասնագիտական շրջանակների կողմից ռազմական գործիչների ասվել։ Դե շեշտեցի, որ կան մարդիկ, ես ունեմ ինձ վստահելի աղբյուրներ, ովքեր պնդում են, որ անգամ հայացքով չի կարելի նայել ադրբեջանցի զինվորներին։ Ու սա ասել էին զինվորական մարդ ու որոշ այլ մարդիկ, ովքեր ծառայում են զինվորական համակարգում, այսինքն այստեղ չկա մեկ ընդհանուր պատկերացում, որ այն զինվորները, ովքեր ծառայում են առաջնագծում, ամբողջապես ունեն ապահովություն կամ այնպեսի բարենպաստ պայմաններ, որ հարձակման դեպքում գոնե կարողանան պատասխանվել։ Ես չեմ ուզում մտնել ռազմական գիտության դաշտ, որտեղ ինքս ռազմագետ չեմ, բայց այդ տեղեկատվության փոխանցելու իրավունքը ունեմ այդ մարդկանց կողմից, որ նման բան կա։ Այսինքն, եթե այս հատվածը ամփոփենք, դուք կասկածի տակ եք առնում այդ հայտարարությունները Փաշինյանին, թե խաղաղություն է, բա տեսեք չեն կրակում։ Տեսեք, մենակ ես չէ, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, ով ունի առնվազն պատկերացում ինչա խաղաղությունը կամ ինքը իր վրա զգում է, դա հարցրեք, այսօր Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն ասվածը հարցումների հաշվին ցույց չեն տալիս, որ վստահություն է ներշնչում հասարակությանը մոտ։ Միայն ես չպետք է ասեմ, որ խաղաղություն կա թե չկա, այսինքն ըստ երևույթին խաղաղությունը ինքը ես խոսեցի տնտեսական կոմպոնենտի, ժողովուրդների հարաբերությունների մասին, չկրակելու մասին, պատերազմի բացակայության մասին, ու այստեղ նաև շատ կարևոր է պետությունների, այսինքն ղեկավարների մակարդակով եւ ավելի մի փոքր ցածր պաշտոն զբաղեցնող մարդկանց մակարդակով քարոշչական դաշտի ապահովում, այսինքն տեղեկատվական դաշտի լցնելը, եթե տեղեկատվական դաշտում ադրբեջանական ամենօրվա կտրվածքով տարածում են վիրավորական արտահայտություններ, ռասայական խտրականության հրապարակումներ, կա նաև հստակ ընդգծված ատելություն հայերի նկատմամբ, ես ոնց հավատամ, որ խաղաղություն հնարավոր է։ Ես պետք է առնվազն հիմար լինեմ, ի վրա եմ բերում օրինակը, որ չվիրավորեմ որևէ մեկին։ Ես պետք է հիմար լինեմ, որ հավատամ Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, որովհետև ըստ երևույթին ոչ թե դա խաղաղություն է։ Ես եթե չեմ սխալվում, արդեն 4 տարի այդ բառակապակցությունը կրկնում եմ։ Նիկոլը ոչ թե խոստացել է խաղաղության դարաշրջան, այլ հենց Նիկոլի ջարդի դարաշրջան, որովհետև 20-րդ դարի սկզբին, երբ որ մենք ունեցանք, այսինքն
Արևմտյան Հայաստանը ուներ նոր երիտ թուրքեր, իրենք էլ էին խոստանում լրիվ ուրիշ Թուրքիա, լրիվ ուրիշ մակարդակով հարաբերություններ լավ առումով էլ է հայերի եւ թուրքերի միջեւ, բայց տեսանք ինչ տեղի ունեցավ։ Հիմա սրանք նույն քարոզչական կամ թուրքական պրոյեկտի մաս են կազմում երևի, որովհետև խոսույթները այն ժամանակվա ու հիմիկվա նույնն են, ուղղակի դարաշրջանն է տարբեր։ Այսինքն երիտ հայերը հիմա խաբում են իրական հայերին։ Իհարկե, տեսեք, խնդիրը այն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը 18 թվականից հետո միշտ խոսում է, որ իրենց թիմը ունիկալ քաղաքական թիմ է, ոչ մեկի հետ չեն կարող իրենք համատվել, ժողովրդասեր են, խաղաղասեր են, բարեկեցություն բերող են մեր հասարակությանը, հա, նույնը ես չեմ համեմատի, դա իհարկե համատություն պետք չի անել Նիկոլ Փաշինյանի եւ 18-ից 20 թվական մեր հայ ղեկավարների միջեւ, որտեղ իրենց մեջ կային բավական լուրջ ազգային դեմքեր, ովքեր մեր պետության ստեղծման, առաջին հանրապետության ստեղծման խորքերում են կանգնած, դա ուղղակի ուրանալ կլինի, եթե համեմատենք Նիկոլին ու իրենց, պարզապես գործողությունների պլանը կամ փաթեթը, եթե այն ժամանակ չունենք քաղաքական փորձ, պատմության անկալման առումով խնդիրներ ունեինք, որպես ժողովուրդ նոր ենք պետականություն ձեռք բերել, հիմա մենք ունենք բավական լուրջ փորձ 100 տարի եւ ավել, եւ այդ փորձի վրա հիմնվելով պետքա կառուցվի այն հարցերի լուծումը, որը որ հիմա կա։ Եվ արհամարել անցյալի սխալները ու դրանք կրկնել նորից այն էլ համառությամբ, դա պարզապես ստել է ամենամեղն եմ ասում ժողովրդին։ Եվ ստում են, եւ փասերը կեղծում են, եւ արհամարում են մեր պատմական հայ դրվագները անցած դարաշրջանի, ծաղրում են, անգամ եթե նայեք խորհրդարանական հայ, այսպես բաների հայտ մարտերի ժամանակ ընդդիմություն իշխանություն, այդ նորից վերադառնում են, դաշնակցությանն են սկսում հալածել, այսինքն այս մարդիկ ինչ խնդիր են լավ լուծում։ Մարդկանց մոտ ազգային պատկերացումները, ազգայինը այդ բառը ոնց է չէ սատանան խաչից վախենում, այնպես էլ ԿՊԱ-ականները ազգային բառից են վախենում։ Իրենց մոտ ընկալումները ազգային, որի մեջ մտնում է եկեղեցին, հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, հայկական ընտանիքը ինչու ոչ, իրենց համար դա շատ խորտ սկզբունքներ են եւ դրանց դեմ կռիվ են տալիս։ Ու պատահական չի այս 7 տարվա ընթացքում տարբեր ժամանակահատվածներում օրինակ ազգային ժողովում ոչ հայկական ընտանիքի արժեքներին պատկանող անձի ելույթը դրանից հետո շատ ուրիշ դրվագներ տեղի ունեցան Արցախի նկատմամբ զրոյական կետի բանակցություններ, այսինքն փաթեթը 7 տարվա այնքան մեծ է, որ մենք կարող ենք օրերով խոսել ու չսպառվի այդ թեման։ Այստեղ զուտ խնդիրը Նիկոլենց կողմից ազգային հայ ժողովրդի ազգային արժեքների դեմ պատերազմ մղելն է։ Ու ցավոք սրտի իրենք ունեն գրանցված հաջողություններ որոշ չափով նաև մեր մեղավորությամբ, մեր բացթողումներով, ես խոսում եմ ընդդիմության բոլոր դաշտի մասին, այդ թվում նաև ինձ են վերցնում այդ խմբի մեջ, եւ մենք պետքա նոր մոտեցմամբ կարողանանք հաղթահարենք Նիկոլի այս աղետալի շրջանը։ Պարոն Դավթյան, ես իմ խոսքը սկսեցի հարցս ձևակերպեցի հետեւյալով, որ մենք մեր ինքնության պահպանության համար, մեր հայրենիքի անվտանգությունը պահելու համար պայքարը սկսել ենք ներսում, որովհետև ունենք այսպիսի իշխանություն, մի խմբակ, որը ինքը օտարի շահերի սպասարկուն է։ Հիմա ես կուզեմ, որ այսա եկեք փաստերով ասենք, թե հոգևոր դաշտում, թե տնտեսական հարթության մեջ խոսենք փաստերով, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ունկնդիրը հասկանա, որ սա ուղղակի ոչ թե մենք վերացական ինչ-որ մտքեր ենք ասում եւ ուղղակի ուզում ենք սևացնել իշխանության, այլ մենք հստակ փաստեր ենք մեջտեղ բերում։ Եվ ամենախոցելի փաստը այս առումով ինչից ես կուզեմ սկսել, հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ տարվող այս պատերազմն է, սա սովորական պայքար չէ, սա պատերազմ է։ Եվ հիմա ուզում եմ հասկանալ, արդյոք հենց այս պատերազմը դրսի պատվերով չի արվում։ Ադրբեջան կլինի, Թուրքիա կլինի, կրոնական մեկ այլ ինչ-որ կառույց ու կազմակերպություն կլինի, պատվերի հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Ես վերջին 2 ամսում շատ եմ խոսում պատմության համեմատության համատեքստում եւ ի վնաս մեզ եւ ի ցավս մեզ թշնամիները, մեր հավաքական թշնամիները դասեր են քաղել պատմական սխալներից իրենց կողմից արված, ինչ եմ սա ասում, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին եղել է մեր հայապահպանության կարևոր սուբյեկտ եւ որպես կառույց, որպես պետության մաս կազմող կառույց եւ ի շնորհիվ միայն հայ առաքելական Սուրբ եկեղեցու մենք այսօր այստեղ նստած ենք։ Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, ինչքանով այն օկուպացված լինի, մենք ունենք մարտահրավերներ եւ այդ մարտահրավերները հաղթահարելու համար պետք է մեր հոգեվոր արժեքները առաջ մղենք, այսինքն փորձենք ավելի չստել,
մեր օրինակ մեր ձևով շարժման համաժողովրդական շարժման կարևորագույն դրույթներից մեկը անկեղծությունն է եւ խոսել այն բանի մասին, ինչի մասով կարող ես պատասխան տալ, այսինքն այդ տղամարդու խոսքի ասված եմ քիչ ավելի սոցիալական բառապաշարով ասեմ, վերադառնալով եկեղեցու խնդրին, իհարկե ճշտամի դասեր քաղելուց հետո հասկացել է, որ երբ որ կա արտաքին պատերազմ եկեղեցու դեմ, այդտեղ իրենք զրո հնարավորություն ունեն հաղթանակ տածելու եւ այս պարագայում, երբ որ կա ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի Հանրապետության դե ֆակտո ղեկավար, ստացվում է, որովհետև երբ որ կա պատվեր ու այդ պատվերը իրականացում է հայի ձեռամբ, չնայած ես միշտ պնդել եմ, որ եթե իսկ կասկած ունեմ իրենց հայ լինելու դնաթեստի մեջ, պետք է դա բարձել ապագայում, բայց առնվազն այդ յանազգանունը ով Նիկոլի դեմքը վերջին տարիներին մարկանց մոտ հայ հետ ասոցացնելու պատկեր է ստեղծել եւ այս process-ում փորձում են հայի ձեռամբ ոչնչացնել հայ առաքելական սուրբ եկեղեցին, բայց նորից կրկնեմ, հավատքի դեմ պատերազմը անկախ նրանից ինչքան ցավոտ է լինում, ինչքան խնդիրներ են առաջանում այդ ժամանակահատվածում, ինքը միշտ միտված է ձախողման, որովհետև չի կարող հոգևորը պարտություն կրել ներին։ Բայց հաջորդ փաստը հենց կապված նորից եկեղեցու հետ չեն կարող չարցանագրել, չէ՞։ Առհասարակ ասենք, Ալիևը այնտեղից մի բան է ասում, 1-2 օր հետո անմիջապես այստեղ սինխրոն արձագանքը լինում է, թե սահմանադրության հետ կապված դա լինի, թե անկլավների հետ կապված դա լինի, շատ արագ է լինում Փաշինյանի այստեղից համարժեք արձագանքը, ոչ թե ժխտում է, ոչ թե մերժում է, այլ շարունակում է Ալիևի ցանկացած հայտարարություն, լրացնում է, կարելի ասել, հա։ Եվ մենք նաև տեսանք հոգևոր առումով Փաշազադե կոչված, հա, այդ մուսուլմանների ինչ է համարվում ինքը առաջնորդ թե ինչ, նախիչ շատ վատ վերաբերմունքը, մեղմ ասած վատ, որտեղ ավելի այլ բառով կարող է ես հիմա ասել, եթերային էթիկան ինձ դա թույլ չի տալիս, որովհետև իմ եկեղեցու, իմ հոգևոր առաջնորդների հարց հետ կապված նման վերաբերմունք արտահայտող անձը ավելին է արժանի, հա, եւ եթե ես ունենայի օրինակ ազգային իշխանություն, մենք ունենայինք այդ իշխանությունը, վստահ եմ, որ հենց այդ համարժեք պատասխանը կլիներ, բայց ինչ մենք տեսանք, Փաշազադե կոչված այդ անձը իմ եկեղեցուն մեղադրում է, ասում է ռևանշիստական է, խանգարում է խաղաղությանը, տարածաշրջանային, օրեր, ընդամենը օրեր կամ գուցե ժամեր էր, հա, Փաշինյանը շատ արագ սկսում է հարձակում մեր եկեղեցու դեմ, ամենավերջին հայոյախոսությամբ եւ ամենակեղտոտ խոսքերով, հա, ուղված արդեն ուղիղ եւ կաթողիկոսին, ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր հոգեվոր առաջնորդներին, մեր arczepiskoposներին։ Հիմա այստեղ այնքան ակնհայտ է ուղղորդումը Փաշազադեից ուղղորդումը այնքան ակնհայտ է, ինչ կարող եք այստեղ ասել այս մասին, դինելով հա, այսպես Ադրբեջանի հարցերով փորձագետ, ինչ եք դուք այնտեղ տեսնում։ Հայախոսության մասով շատ ճիշտ նշեցիք եւ մեր ձևով շարժման տարբերությունը իշխանություններից ամենակարևորներից մեկը կայանում է նրանում, որ մենք հայախոս չենք։ Մենք մեր խոսքում, մենք մեր մտքերում եւ ձևակերպումներում միշտ մեր հարցը վիրավոր, այսինքն միտք ասելուց հետ առաջ պետքա պատրաստ լինենք դրա պատասխանը տալու։ Եվ հետեւաբար չեք գտնի մեկ հայտարարություն մեր ձևով շարժման անդամների շրջանում, որտեղ կլինի հայախոսություն եւ ինչպես որ Նիկոլն է անում, դա բացառված է, սա զուտ դրվագային անդրադարձ ձեր հարցին։ Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլի եւ Փաշազադեի սինխրոն աշխատանքի կամ Ալիևի այդ երանգյունու, հա, սինխրոն աշխատանքի մասին, իրանք շուտվանից են իրար հետ համահավասար աշխատում։ Ես ես ասեմ, օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ, երբ որ Նիկոլը խոսում էր խաղաղության մասին, որպես են բելու խաղաղություն, դեօկուպացիա Հադրութի եւ Շուշիի եւ այլն խաղաղության մասին տարբեր կեղծ թեզեր էր առաջ տանում, նույն քաղաքական դաշտը նաև Ադրբեջանում էր տարվում։ Եվ ես ունեմ վարկած, որ 44 օրյա պատերազմի վատ հետևանքներից մեկը այն էր, որ մեր հասարակությունը հեշտ հասանելիություն ունեցավ ադրբեջանական տեղեկատվական դաշտին ու իրենք մինչև 23 թվական ակտիվորեն հետևում էին Ադրբեջանը ինչա կատարում, որտեղ չէին վստահում Հայաստանի տեղեկատվական դաշտին։ Ես վստահ եմ, որ նաև երբ որ իրենք կարդում էին խաղաղության մասին ադրբեջանական պնդումները, որ Փաշինյանի հետ էր կապված, նաև դա էր ազդեցությունը, որ հասարակության մոտ Նիկոլի կերպարը շատ դժվար է այդ բառը արտաբերելու, հա, խաղաղության հետ կապ ունի։ Սա երկրորդ անդրադարձ էր հարցին եւ վերջում գիտեք Փաշազադեն միշտ էլ եղել է ընդգծված ատող անձ հայ առաքելական եկեղեցու եւ հոգեվոր արժեքների նկատմամբ հայերի մասով։
իր հայտարարությունները այնպես չի որ նոր են, այսինքն եղել է արդարացիորեն պետք է ասեմ, որ եղել են ձևակերպումներ ժամանակին 18 թվականից առաջ, բայց դրանց անդարձը եւ դրանց կանխումը այնքան եղել է շեշտակի եւ կտրուկ, որ Փաշազադեի խոսքը տարիներով չի լսվել, այսինքն ինքը լռել է շրջան, մեծ շրջան։ Եվ այստեղ պարզ է, որ երբ որ թշնամու կողմից կա կոնկրետ թիրախավորում հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ դա արվում է նաեւ Նիկոլի բերանով ու նաեւ գործողություններով, այստեղ զարմանալ պետք չէ, գիտեք, երկու եղբայր Ալիևն եւ Նիկոլ ձեր-ձերքի բռնած քայլում են մեկ ճանապարհով եւ հասկանալ կամ փորձել Նիկոլին համոզել դարձի բերել հայկական աշխարհ կամ հայ առաքելական Սուրբ եկեղեցու, դա ապաշնոր գործ է։ Այսինքն մենք դրա ուղղությամբ պետք չէ, որ բոլորովին պետք չէ ջանքեր գործադրել, որովհետեւ դա անհնար է։ Մեր միակ նպատակը, գերագույն նպատակը, մեր անձից վեր նպատակը պետք է լինի Նիկոլից ազատվելը, որովհետև դա հավասար է պետություն ունենալու հետ, որ դու Նիկոլը չկա, քո Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր արժեքային համակարգով շարունակում է գոյություն ունենալ։ Եվ 26 թվականի խորհրդանական ընտրությունները բառից բուն իմաստով լինելու են չարի ու բարու պայքար, լինելու է ազգայինի եւ ապազգայինի պայքար, լինելու է պետականության կորստի եւ պետության պահպանման եւ շարունակականության ապահովման շրջան։ Ու այստեղ հասարակության մասնակցությունը ընտրությունների գեր կարևոր է, ոչ վարչական ռեսուրսի մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ քաղաքացու մասին, ով շատ հաճախ վերջին տարիներին պնդում են, որ ինձ նոր ուժ է պետք, ես հոգնել եմ բոլորից, չեմ վստահում ներկա քաղաքական ուժերին։ Պարոն Սամվել Կարապետյանը մեր ձևով շարժումով արդեն իսկ տվել է այդ քաղաքական ուժի պարզագույն լուծումը։ Դրան դեռ կանդրադառնանք, որտեղ դա շատ կարևոր հատված է, որտեղ ժողովուրդը եւ նոր ուժ է ուզում, եւ նոր օրակարգ է ուզում ենք հասկանանք, թե այդ օրակարգը ինչպես է ներկայացվում։ Ես կուզեմ շարունակել շղթան, որպեսզի չկտրվի, հա, մեր այդ միտքը հակահայկականության եւ մեր օտարի սցենարը Հայաստանում իրականացնելու փաստը արձանագրեցինք մեկ փաստ կապված հենց մեր ինքնության ողնաշարի, մեր ինքնության պահապան կառույցի, հայ մեր եկեղեցու դեմ ուղված հստակ ծրագիր է, որ տեսնում ենք, այո, նա անգամ հասավ նրան, որ ինչ որ թիմ է ստեղծում, հա, հոգևորականներ, այսպես կոչված, կարգալույցներին հավաքել է իր կողքը, պատարագներ է անում, կեղծ պատարագ բեմադրություններ եմ ես դրանք համարում, դրանով պղծելով մեր եկեղեցին եւ իզուր չէ, որ շատ հոգևոր դասի կամ աստվածաբանական, ասենք, կրթություն ունեցող մարդիկ շատ արագ նկատում եմ, որ սա ուրիշ տեղեր է դանում, նա ինչ որ աղանդ է ձևավորում, գուցե անունը կդնի նիկոլական աղանդ, թե ինչ կդրվի, բայց հայ եկեղեցուն հարվածող աղանդ, որը այս պահին խաղում է իբր ինքը հավատացյալ է, իբր ինքը հայ հոգևոր եկեղեցու հետևորդ է, այս անվան տակ շատ ավելի հեշտ է, չէ, ջարդելը, ինչպես եւ բերեցին իրենց 18-ին ներս, որպեսզի ներսից մեզ քանդեն, հիմա նույն ձևով ինքը մտնում է եկեղեցուց ներս, ներսում քանդելու համար։ Սա արձանագրեցինք, անցնենք հաջորդ դաշտը, քաղ բանտարկյալներ, սա մի սոսկալի երևույթ է, ես երեք լսում էի, ես իրենց անունները ճիշտ ասած ԿՊ-ական պատգամավորների չգիտեմ, լինելով քաղաքական լրագրող, միշտ նաև լինելով խորհրդարանական լրագրող։ Ամիսը մեկ փոխվում է։ Ոչ միայն այդպես, իրենք ներկանալի անձիկ չեն։ Իրենք ասենք կոճակ սեղմող հայտնի խոսք կար նախկիների ժամանակ էինք ասում, հիմա բացահայտ դրանք բառացի այդ ձևով են, իրենց բոլորին այսպես ընկալում ես մեկ դեմքով, այդ մեկ դեմքը մեկ մարդն է, ով ասաց կառավարությունը ես եմ, հա։ Հիմա այդ անձանցից մեկը իրենք ասում էր ինչ քաղ բանտարկյալ, ինչ բան, ինչքան դինոզավր կլինի Հայաստանում, այնքան է քաղ բանտարկյալ։ Դու պատկերացնում ես։ Ասենք այս երևույթը ես ուզում եմ հասկանամ էլի եւ հիմա գամ հարցիս հետեւյալ առումով եւ սպասեմ ձեր մեկնաբանությանը, պարոն Դավթյան։ Տեսեք, ամեն անգամ երբ հայրենասեր մի հայի ձեռքերը բոլորում են, տանում են կալանավորում, հա, կալանավայրերը լցրել են արդեն քաղբանտարկյալներ, կարգին մարդիկ են բոլորը, հայրենիքի համար պայքարող, պաշտպանող։ Ես միանգամից, որ սկսում եմ թերթել ադրբեջանական լրատվամիջոցները կամ բլոգերների դրանց, հա, դաշտ եմ փորձում ուսումնասիրել, մեծ ոգևորություն, մեծ ցնծություն, ուրախություն, ողջույններ առ Փաշինյան։ Բրավո, որ դու հերթական մեկին կալանավորել ես։ Եվ թե ինչ կատարվեց մեր ձևով շարժման առաջնորդի ազգային բարերար Սամվել Կարապետյանի կալանավորման ընթացքի հետ կապված վստահ եմ դուք տեսել եք այդ կադրերը, թե ինչ ցնծություններ այդ ադրբեջանական թշնամական պետության տեղեկատվական դաշտում։ Հիմա
նույն հարցս, որ տվեցի եկեղեցու հետ կապված, ում շարունակել էստեղ։ Արդյոք այդ կալանավորումները կարքին հայերի, լավ հայերի, իրական հայերի, հայրենասեր մարդկանց չի հենց դարձյալ նույն տրամաբանության մեջ չէ, այսինքն թշնամու սցենարն է, որը իրականացնում է նա մեր երկրի Ես պատահաբար չնշեցի, որ Նիկոլ Փաշինյանի պայքարը ազգային տարի դեմ է, հայ ժողովրդի ազգայինի դեմ է եւ հայ ժողովրդի պատմության շրջանում ազգային է պահել մեզ որպես հայ եւ ազգային է մեզ դրթել նոր երազանքների կերտման եւ հաջողությունների արձանագրման հանձինս Արցախի ազատագրման։ Այո։ Եվ դա է եղել մեր ամենակարևոր ազգային հիշողությունը, ազգային արժեքը, որը մեզ հոգեվոր լուրջ մոտիվացիա ստեղծել, նաև մտավորի առումով ու դրթել մեզ առաջ մղել մեր պետության ամրապնդման եւ տարածքների չափը մեծացման առումով, այսինքն դա շատ կարևոր հանգամանք է քո ազգի պահպանության համար։ Այդ մասով ինչ վերաբերվում է քաղբանտարկյալներին, գիտեք, ես վստահ եմ, որ պատմություն ունենալու է առանձին գլուխ եւ այդ գլխում գրվելու է քաղբանտարկյալների պատմության շրջանը եւ լինելու են տարբեր ձևակերպումներ, որտեղ վերջում արձանագրվելու է թե ազգությամբ հայ, ազգանունով կրող անձը ինչպիսի տոգորանքով, ինչպիսի մեծ ցկտմամբ լցրեց բերթերը քաղբանտարկյալներով։ Ու քաղբանտարկյալների շրջանում կան տարատեսակ մարդիկ։ Պարոն Սամվել Կարապետյանը, որը որ ոչ միայն ազգային բարերար է, այլ իր ամբողջ կյանքի ընթացքում ապրել է հայ պատիվը բարձր պահելով եւ աշխարհով մեկ ունի այնպիսի ճանաչում, որ Սամվել Կարապետյանի արուդիրը ուղիղ վկայումը խոսում է հայ ժողովրդի արուդիրի հետ, այսինքն Սամվել Կարապետյանի գործերը եւ Սամվել Կարապետյանի հաջողությունները ուղիղ համեմատական են հայ ժողովրդի, այսպես ասած, կերպարի հետ, այսինքն պարզ է, որ անձը, ով հայ ժողովրդի ներկայանալի է դարձնում ամբողջ աշխարհում, որովհետև վերջի շրջանում շատ միջազգային մամուլներ անդրադարձել են պարոն Սամվել Կարապետյանի եւ նրա քաղաքական բանտարկությանը պատվերի շրջանակներում եւ սա խոսում արդեն նրա մասին, որ Նիկոլի կողմից 37 վայրկյանանոց հարցազրույցը դարձնել քրեական ինչ որ խեղկատակության, պարզից էլ պարզ է, որ հերթական անգամ պնդեն, որ Նիկոլը ազգայինի դեմ պատերազմ է տանում։ Ընդ որում այդ 30 վայրկյանի մեջ ինչ էր Եվ պատահական չի, որ իմ եկեղեցին պաշտպանում է։ Պատահական չի, որ մենք խոսելով Սամվել Կարապետյանի մասին նշում ենք ազգային բարերար, այսինքն այդտեղ նույնպես ազգային տարը կա։ Ես այդ պնդումներս որ անում ազգային դեմ կռիվ է գրում, ես դա պատահական չեմ անում կամ չեմ ասում գեղեցիկ վերնագրեր ստեղծելու համար։ Դրա տակ կա խորքային մշակված ծրագիր եւ այդ ակնհայտ արդեն քանի տարի է եկեղեցինը, պարոն Սամվել Կարապետյանն է, մեր բոլոր Արցախի արժեքավոր մեր պատմության ձեռքբերումն է, որ ոտնատակ տրվեց, ու մնացած ցեղասպանության, որ ազգային արժեք է մեր համար ցավի տեսքով, բայց դա արձանագրված փաստ է, որը մեզ ապրելու մղում է տալիս, մեր անցյալի ցավերը մեզ ապրելու մղում են տալիս։ Եվ առհասարակ եթե դիտարկում են քաղբանտարկյալների process-ները Նիկոլի կողմից, դա իրեն ձեռնտու է։ Երբ որ ինքը դաշտից վերացնում է բոլոր ազգային մարկանց, ովքեր պայքարում են հայրենիք ունենալու համար, այդ մարկանց բանտախցում պահելը ավելի հեշտացնում իրեն ընտրությունների շրջանը։ Այսինքն ընտրություններում չեն լինի այնպիսի մարդիկ, ովքեր կխոսեն կամ կդիմակայեն Նիկոլի կեղծիքներին։ Իսկ ժողովուրդն էլ սովորաբար Facebook-ով կամ հմեկով ապրող լրատվական դաշտով է սնվում, ու հետեւաբար այդ մանիպուլյացիան եւ մարկանց ստելու մեխանիզմը շատ հեշտ է գործում։ Այսինքն այստեղ կա երկու հանգամանք։ Առաջինը Սամվել Կարապետյանին, մեր հոգևոր հայրերին, հայտնի մարդկանց, եթե նա կալանավորում է, առաջին հաջողանում է Ալիևին, երկրորդ ամրացնում է իր դիրքերը 2026-ից առաջ վերընտրվելու համար։ Մենք կարող ենք այս երկուսը հստակ արձանագրել, հա։ Դա հաջողանալ է Ալիևին։ Այդպես է, կարող ենք այդ վստահ ասել, ասենք օրինակ հիմա մենք Բաքվում էլ ունենք, չէ, հայրենասեր մարդիկ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մեջ շատ լավ հայրենասեր մարդիկ ունենք, որոնք թշնամու կողմից բանդված են։ Հիմա Երևանի բանտում ԱԱԾ նկուղում է մեր մյուս ազգային բարերարը։ Կույր պիտի լինել, հա, որ չհասկանալ մեր դեմ, հայի դեմ ինչա կատարվում։ Կույր պիտի լինել ուղղակի։ Այս ամբողջը նույն արարի, նույն սցենարի շարունակականությունը չի, նույն տարբեր էսպես օղակները չեն։ Միանշանակ ես միշտ ասել եմ, որ
երբ որ Նիկոլ Փաշինյանին լսում ես կամ այդ խոսքը, որ ինքը ասում ու պնդում է, պետք է այդ խոսքը ընկալել հակառակ տրամաբանությամբ։ Ինքը ասում է, որ կա թալան, ուրեմն հաստատ թալան չկա։ Երբ որ ինքը ասում է թալան չկա, այդ ժամանակ կարելի է ենթադրել, որ իրանք են թալանում։ Կամ օրինակ, եթե մենք դիտարկենք խոստման քաղաքական խոստումների շարանը քաղաքացիական պայմանագրի կուսակցության, ապա որ ինվենտարիզացնենք, գրենք, թե կոնկրետ ինչ է ասել ու ինչ է արել ԿՊ վարչակազմը, ես կարող եմ պնդել, որ 10%-ը ձգի թե չձգի։ Այդ ասֆալտապատումներով, այդ դպրոցները կառուցելով մարկանց աշխատատեղ չեն ստեղծում։ Հայաստանի Հանրապետությունը խոպանի երկիր չի։ Իրանք եկել են իշխանության մեր ազգի, մեր ժողովրդի կյանքը բարելավելու, թե խոպան ուղարկելու։ Ու պատահաբար չէ, որ մեր ձևաշարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոսելով աշխատատեղերի ստեղծման մասին պնդում արեց, որ դպրոցները վերակառուցելով դու տեղի ժողովրդին չես սպանում իրենց տանը։ Բայց տեսակ չէ, ինչ անիմաստ աղմուկի վերածեցին, թե Նարեկ Կարապետյանը չի հասկանում կրթության կարևորումը։ Ճիշտ է աշխատել, որովհետև երբ դու խոսում ես խնդիրների մասին, մարդիկ, որ իրենց ուղեղում մտածում են մեր հասարակության մասին, հա, որ մենք չենք կարող գործ չունենք, գնում ենք արտերկիր աշխատելու, բայց փաստացի Նարեկ Կարապետյանն առաջարկում է լավագույն լուծում, որ հարց չկա, դպրոցներ կառուցենք, բայց մի հատ հասկանանք դա ինչ գործարան ենք կառուցում։ Գործարան, մարդկանց աշխատանք տանք, դպրոցներ հետը կառուցենք, որ մնան, ոչ թե արտագաղթեն։ Ճանապարհն ու դպրոցը, այնքան պարզ է ասում։ Ճանապարհը ու դպրոցը դա տուն չեն, որ մարդիկ այդտեղ սնունդ սարքեն, ապրեն։ Դա կրթության հաստատությունն է, որը շատ կարևոր մաս է կազմում նաև ազգի զարգացման, կրթական համակարգի բարելավման, բայց միայն դրանով չի պայմանավորված քո երկրում քո քաղաքացուն պահելը։ Շատ կարևոր է աշխատատեղ ստեղծելը, ու դա խոսում է նաև մեր ձևով շարժման թիմի եւ հանձնես Նարեկ Կարապետյանի տեսլականի մասին, որ մենք դեռևս չմտած քաղաքական նախընտրական շրջանի մեջ արդեն առաջարկում ենք լուծումներ մեր շատ սիրելի համաքաղաքացիներին։ Իդեպ շատ դիպուկ էր եւ հստակ ու այնքան պարզ էր, դպրոցը կմնա առանց աշակերտի, եթե չլինի աշխատանքը։ Այդ ծնողները պիտի աշխատեն, չէ՞ որ երեխան էլ դպրոցում սովորի, կարողանա հագուստ ունենալ, սնվի, կարողանա կրթություն ստանա եւ հետո երկրին ծառայի։ Այդ շղթան ինչի այդպես միանգամից բան արեց, հայ այսպես փորձեցին շրջել, գլխի վայր ներկայացնել, այլ ձևով քարոզչակ մեքենան աշխատեց ԿՊ-ի, թե Նարեկ Կարապետյանը չի հասկանում կրթության կարևորումը։ Ախր այդքան ոնց կարելի է այդ աստիճան, որ ընդհատում եմ։ Եթե մենք Նարեկ Կարապետյանի կրթությունը համեմատենք ԿՊ падգամավորների թիմի հետ, ես վստահ եմ, որ իրենց 70%-ը անգամ կեսին չի հասնի։ Մարկա դպրոցը ավարտում է ու ստանում է պաշտոն։ Մարկա դպրոց սովորացել չի, բայց պաշտոն ունի։ ԿՊ-ի մասին է խոսքը, հա։ Մի վարչապետ էլ ունենք, որն այդպես էլ ԵՊՀ-ն չավարտել։ Ես հատուկ եմ շեշտում դա, դուք ուղղակի ուղիղ մեջբերում բերեցիք։ Հա, ես չեմ կարող չասել, որովհետև եւ այստեղ հարցը գիտեք որն է, որ չավարտեց Փաշինյանը։ Պատահական չի, որ ասում եմ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի լավը չի ցանկանում։ Եթե դու քո ժողովրդին չես ապահովում աշխատանքով, անվտանգությամբ, տնտեսությամբ, ես թերևս երեքի մասին շեշտեմ, հա, այդ ժողովուրդը ստից գնացող է։ Մենք ստերից գնացու ենք, նու մեկին քաղաքական հայի մասին է խոսքը։ Եվ այդ ճանապարհը ասֆալտապատելով եւ դպրոցներ կառուցելով դու կարճաժամկետ հարց ես լուծում ընտրությունների ժամանակ ձեն գողանալու համար։ Փաստացի մարկանց ու շատ կարևոր մի հատ այս վերջերս մի հատ գիրք էի կարդում, չեմ նշել, որ ԿՊԱ-ականները չկարդան, քիչ ավելի խելացի չդառնան, թող իրենք իրենց մեթոդներով կրթվեն, որտեղ իրենց պատկերացման կրթվելը նորաձև է։ Այնտեղ մի շատ հետաքրքիր դիտարկում կար սոցիալական հոգեբանության մասին, ասում էր, որ որպեսզի դու կարողանաս մարկանց խմբերը կառավարես, դու պետք է մարկանց իղձերի մասին խոսես։ Ու Նիկոլ Փաշինյանը այսօր գյուղացիներին մեր շատ սիրելի ասֆալտը տեսնում են, ասֆալտը փռած չի, ժողովրդի խոսքով ասեմ, ու մեկ էլ ասֆալտը փռած է Նիկոլի ժամանակ։ Նիկոլը ազգային իղձերը, ժողովրդի իղձերը ասֆալտապատումն է գյուղացու։ Ինքը կարող է 15 տարի ասֆալտ չի տեսել, գյուղում եկել տեսնում է մի անգամից, այդ իղձին մոտ աշխատում է ու կարողանում է մարկանց ուղեղները կառավարել։
Սա շատ տեխնոլոգիան է, Այո։ Փաշինյանի տեխնոլոգիան է հայտնի եւ ընդհանրապես գունավոր հեղափոխություններ իրականացրած անձանց, իսկ մեր 2018-ին մենք ունեցանք դա, մեր երկրում տեղի ունեցավ միանշանակ գունավոր հեղափոխություն, իրենց տեխնոլոգիաներից մեկն էր դա ասֆալտապատումը։ Ուղղակի այդտեղ թրաշով մարդը գունավոր հեղափոխություն իրականացնում է, ոչ թե օրինակ Վարդերի հեղափոխություն Վրաստանում եղել կամ այլ երկրներում արաբական գարուն եւ այլն։ Թրաշով մարդը կարելի է թրաշի հեղափոխություն անվանել։ Կարելի է տարբերակ է։ Ես ուզում եմ դարձյալ անդրադառնալ, հա, այն, գիտեք, մենք փոքր ազգ ենք, թեպետ ասում ենք աշխարհով շատ ենք, հա, 10 միլիոն հայեր, ամեն դեպքում դա էլի շատ չի, ցրված ենք մենք, բայց մեր պետության մեջ մենք ավելի փոքր ենք եւ մեր այն ներուժը որ կա, ամեն մեկի վրա պիտի դողանք, ոչ թե ասենք դե ինչի, դե հիմա ինչ անում, օրինակ ես երեք այդ ԿՊ-ականի հարցազրույցը լսում էի, այսպես մի տեսակ փոխարենը գնահատի, ասում էի թող չբերեր, թող չաներ, թող չաներ Արցախի համար, այդ ինչա արել, որ խոսքս վերաբերում է Սամվել Կարապետյանի արած մեծ բարեգործություններին, դա այդ սեփական թերարժեքության մասին է կարծում եմ խոսում եւ շատ հետաքրքիր մի հանգամանքի վրա կուզեմ միասին անդրադառնանք, ուշադրությունը նաեւ սևեռենք մեր հերոստատիտողի եւ արևմուտքույց արևմտյան գործիչները, այդ թվում նաեւ հայտնի փաստաբաններ եւ նաեւ Մոսկվայից, այսինքն երկու տարբեր կարևոր կենտրոններից քաղաքական, հա, ուժային կենտրոններից նաեւ մարդիկ զարմացած են, ասում են ունեք այդպես հզոր դեմք, հայտնի դեմք, որը օգնել է, նաև օգնել է պետությանը, իդեպ դրա համար պետք է շահագրգիռ լինի եւ շնորհակալ լինի նաև օրվա իշխանությունը, չէ՞ որ դու օգնում ես, օրինակ սոտքի դեպքերի ժամանակ 2022 թվականին, մինչեւ իշխանությունը կհասներ կառավարությունը դեռ որոշում կկայացներ, որ այդ բնակարանների հարցը պիտի լուծի, որոնք ավերվել էին ադրբեջանական արկերից, տները չկային մարդկանց, կտուրները քանդված, բնակարանները ավերված, 145 բնակարան միայն մեկ բարերար կարողացավ շատ արագ կազմակերպել Սամվել Կարապետյանն այդ մարդը։ Հիմա այդ շատ մարդիկ չգիտեն, ինչի ես դա գիտեմ, որովհետև ես նյութ պատրաստեցի դրա հիման վրա, որպես լրագրող գիտեմ ինչ է կատարվել։ Հիմա իշխանությունը փոխանակ ասի, շնորհակալ ենք, շարունակենք հենվել այդ սյուների վրա, հա, մեր հզոր այդ բարերարների վրա, մանթաշովների նման մարդիկ ով են ի վերջո եղել, չէ՞, մեր պետության, մեր երկրի, մեր հայ տեսակի ներկայացրել են աշխարհով մեկ։ Հակառակ իրենք հարվածում են։ Եվ երեք այս ֆոնի վրա ես լսում եմ Զախարովայի խոսքը։ Զախարովան ասում է հայ էներգետիկ ոլորտում կայուն գործ է իրականացրել, մեծ կարևորագույն գործ է իրականացրել եւ գնահատեք այդ մարդուն իրական արդյունքներով։ Այսինքն դրսից պարոն Դավթյան մեզ հուշում են, որ արժևորեք ձեր ունեցած արժեքները։ Ես այս մասին կուզեմ, որ մեկ-երկու դրվագով եւ անցնենք հայտնի հեծին, թե ոնց ձերքից խլեցին արժևորելու փոխարեն։ Գիտեք, առհասարակ մեր ժողովրդի մոտ ես վստահ եմ, որ այդ հիշողությունը կա, այսինքն մարդիկ Սամվել Կարապետյանին ճանաչում որպես բարերար, ճանաչում են որպես հայ ազգի համար մեծ գործեր արած հայ, ճանաչում են որպես մարդու, ով միշտ իր ժողովրդի կողքին է եղել։ Ես ձեզ ասեմ, ես ում հետ որ զրուցում եմ, իմ շրջապատից դուրս հատկապես, բացի դրական կարծիքից, հակառակ բան չեմ լսել։ Ու գիտեք, խնդիրը ո՞րն է, որ Նիկոլենց թիմը փորձում է այսպես քաղաքական նոր թելադրել մեզ, որ մենք մտնենք իրենց դաշտ, խոսենք, թե Սամվել Կարապետյանը ոնց որ ասել էր, չէ, պատգամավորում դետո չաներ։ Մենք սկսենք դրան հակադարձել, սկսենք նիկոլական ամեն տեսակի, ինչ ասեմ, ուղեղից պակաս հայտարարություններին անդրադառնալ, որ փորձենք արդարացնենք։ Մենք այդ խնդիրը չունենք։ Մեր օրակարգ թելադրողը մենք ենք, այս դաշտում մեր ձևաշարժումն է օրակարգ թելադրողը եւ Նարեկը կլինի ԿՊ-ից, ով իր խոստումը խախտեց, որպես տղամարդ իր խոսքի տերը չեղավ, որ 8 անգամ պետք է ներողություն խնդրի, սոտքի միջադեպը տեսանյութով հրապարակվեց, չէ, որ բարեգործություն է արվել։ Ու նման ԿՊ-ականներ շատ կան։ Մենք եթե սկսենք իրենց հետ խոսել, իրենց կողմից մեր դեմ նետված քարոզչական ուղղությամբ, մենք ինչու ենք տարբերվելու մնացածից։ Բայց ինչ պիտի անել այդ ինֆորմացիան բացը լցնելու համար։ Ժողովուրդը լսում է ամեն օր իրենց քարոզչությունը, ռուսամետ օլիգարխ, հա, նման ձևակերպումներ։ Մենք պետք է ազգային հատվածը պետք է դեմն առնի այդ կեղծ թուրքական քարոզչության։ Տեսեք, Նիկոլի Ստերի դեմ մրցելու համար ստերով պետք չէ պայքարել։ Մենք ներկայացնում ենք փաստեր, մենք ներկայացնում ենք փաստեր, մենք ներկայացնում ենք իրողություններ, արձանագրված իրողություններ, տեսանյութեր, գետնի վրա առկա իրողություններ, դրանով մարդկանց ցույց ենք տալիս ով է ստախոսը։
Երևի շատ պիտի ցույց տրվի, ամեն դեպքում դեռ մեր ժողովրդը ինֆորմացված չէ անհրաժեշտ չափով եւ դա էլ ունի իր պատճառները։ Եթե մարդը հանգիստ իր գործն է արել առանց այսպես շոուների, մարդիկ տեղյակ չեն, իսկապես տեղյակ չեն։ Ես իմ լրագրողներին ուղարկում եմ հարցումների, մարդիկ տեղյակ չեն, երբ որ բացատրում են, ասում են, հա, այդքան գործ է արվել։ Այսինքն հիմա բացի այսպես հիմա մենք զրուցում ենք, բացի զրույցից, ճիշտ եք ասում, փաստերը պիտի հստակ բերել օրինակներով տնել։ Մեր թիմում կան պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր իրենց գործը գիտակ են, ոչ թե ԿՊ-ի նման, այլ իրենց գործը գիտակ են, գիտեն երբ, ինչպես եւ ինչ միջոցով իրականացնեն այդ գործողությունը։ Դա շատ լավ է եւ ինչպես ասեցի, եկեք անցնենք հեցին, ինչ կատարվեց այս ռազմավարական կարևորագույն օբյեկտ է սա, մեր բոլորի համար շատ կարևոր խլման գործընթաց սեփականատիրոջից, ամենակ այդ process-ը չի էլի, պարոն Դավթյան, մենակ այն չի, որ իրենք ուզում են վնասել, վախենում են Սամվել Կարապետյանից, փակի տակ են պահում, մենակ այդ process-ը չի, ուզում են նրա սեփականությունը վերցնել, անունը դրեցին ազգայնացում, հետո իբր պետականացում, բայց մենք տեսնում ենք ավելի վտանգավոր գործընթացներ, ինչի վրա հիմա ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել, փաստորեն ստացվում է ինչ, այս մարդիկ այլ նպատակ ունեն, այս կարևորագույն ռազմավարական օբյեկտը վերցնել ազգային բարերարից եւ տալ թշնամական պետության որևէ կազմակերպության։ Լսել եք, չէ՞ այդ լուրերը։ Դե Նիկոլ Փաշինյանը եկել էր ժողովրդից խլած հարստությունը վերադարձնել ժողովրդին ու փաստացի ինքն է խլում մարկանց ունեցվածքը ու եթե խոսենք կոնկրետ նպատակների եւ քաղաքական դրդումների մասին, ես չեմ ուզում խոսել հեծի իրավական հարցերի մասին, որտեղ կա համապատասխան անձ ու զբաղվում է դրանով։ Ես խոսեմ, թե ինչու է թիրախավորվում հեծը որպես մեր պետության հիմքերում կանգնած, պետության անկախության հիմքերում կանգնած մարմին։ Նիկոլ Փաշինյանի նպատակը օկուպացնել բոլոր այն ազգային հիմնասյունի վրա կանգնած օբյեկտները, նաև սուբյեկտները, որով հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետության 4-րդ հանրապետություն ստեղծել։ Այսինքն ինքը փորձում է բոլոր ուղղություններով բանակ, տնտեսություն, էներգետիկան էլ մտնում տնտեսության մեջ, էներգետիկ համակարգը, արտաքին քաղաքականություն, ինչ որ նոր օրակարգերի մեջ բերում, ասենք ցեղասպանությունից հրաժարվել, ես ասես կոմպլեքս եմ խոսում, հա, հարցի մասին, որ հետագայում ինքը կարողանա 4-րդ հանրապետությունը ստեղծել իր պատկերացմամբ այնպես, որ դառնանք բուտաֆորիկ մի պետություն։ Եվ հեծի խլումը եւ հեծի խլման արձանագրումը որպես փաստ խոսում է հենց դրա մասին։ Ինքը նպատակ ունի պետության ոչնչացման կարևորագույն ուղղությունները որոնք են ոչնչացնես էներգետիկ համակարգը, ատոմակայանի հարց կա, չէ՞, Թուրքիայի կողմից եւ Ադրբեջանի կողմից պարբերաբար բարձրացվում է։ Այդ հարցը կոզելով, այսինքն կոնկրետ Նիկոլի պատկերացմամբ վերացնելու ուղղությամբ գործողություն անելն է եւ առհասարակ ինչը կապված է մեր տնտեսության հետ, այսինքն պետությունը հենված է տնտեսության վրա, դրանք հիմնովին ջախջախել եւ ոչնչացնել։ Հեծի խլումը որպես այդպես վառ վկայությունն է։ Ասենք ես հիշում եմ, որ մեր փողոցում բնակվում է փոքր ժամանակ ահավորված վիճակ է այդ հոսանքի լարերի վիճակը։ Առհասարակ հոսանքը որպես այդպեսին օրվա ընթացքում 1-2 անգամ ընդհատվում էր ժամերով, բայց շատ կարճ ժամանակ տարիներ հետո, հատկապես 16 թվականի էլեկտրիկ Երևանից հետո, ես տեսա, որ կոնկրետ բարեգործության, այսինքն կոնկրետ մարդկանց համար բարի կյանք ապահովելու, ապահով սոցիալական պայմաններ ապահովելու ուղղությամբ մեծ գործ արվել։ Ու դա ուրանալ, ներկայացնել ինչ որ մեծ գումարների հափշտակում, որ շատ հաճախ չէ ներկայացնում են այդ քաղաքական թեզը։ Ես սա չգիտեմ, պետքա քաղաքացիական պայմանագրի անդամ լինես, որ դա կարողանաս անես։ Բայց նաև երրորդ նախագահան ինքը վերջի շրջանում ասել էր հեծի հետ կապված, որ ինքն է խնդրել նաև հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, որ հեծը վերցնի եւ իրավիճակը շտկի այնտեղ, հա, որպես փորձառու արդեն գործարար եւ այսինքն եզին էր կանգնած փաստացի։ Եվ մենք փոխարենը մեր ժողովուրդը շնորհակալ լինի, այսինքն այս իշխանություններ փոխարենը նորից եմ ասում հենվի նման ազգային հզոր բարերար գործարար հայտնի աշխարհում հայտնի գործարարների ներուժի վրա, ասում են չէ, մենք քեզ մերժում ենք, ես որևէ կերպ հայ մարդու ուղեղում դա չի կարող տեղավորվել։ Եթե դրանից էլ առավել քան ուրախանում է թշնամական պետության ամբողջ ցանցը, իմ համար ակնհայտ է դառնում, որ իդեպ վերջերս էլ այդ հանձնաժողովը, հա, հանրային ծառայություններ մատուցող հանձնաժողովի ներկայանալի ներկայացուցիչներ գնացել էին Թուրքիա։
գնացել եք որ ինչ անեք հայտնի այդ հարցով տամ էլի, հա, գնացել եք որպեսզի բերեք այնտեղից որևէ կազմակերպության եւ ստացվում է հերացնեք ազգային բարերարին, տեղը բերեք թշնամուն, որը հետո բոլոր բանալիները, ինչպես ասում են, իր ձեռքին կլինի, կուզի մեզ մի օր լույս կտա, կուզի չի տա, դժվար պահերին կհանգցնի մեր հոսանքը, մեզ ստրեսի կմատնի մեր ամբողջ բնակչությանը, դու քո հարստությունը տալիս ես թշնամու ձեռքը, այն ինչ եղավ Արցախի հետ, չէ՞։ Դուք դեռ զարմանում եք, որ Նիկոլը նման բաներ անում է։ Ես ուղղակի տագնապում եմ զարմանում, որովհետև 20 թվականին 44 պատերազմից հետո այդ անձը, որ ամեն կերպ ձգտում էր մնալ իշխանության, խոստանալով շատ բաներ, որոնց კი 10%-ը չի արել։ Ես հիմա անկեղծ ասած ինքը ինչ գործողություն անում է իմ համար, որպես դիտարկենք, հա, Ադրբեջանի հասարակ փորձագետ եւ միջազգայնագետ, բոլորովին զարմանք չի առաջացնում։ Ապազգային տարեր են իրենք ապազգային խմբակ են, փոքրիկ խմբակ են, ովքեր իրենց փոքրիկ խմբակ լինելով մարկանց մեր քաղաքացիներին պահում են ահու սարսափի մեջ։ Այդ քաղաքբանտարկելների հարցը որպես օրինակ ճնշում սոցիալական, որ տեսեք դեզ կբանտարկենք հանգարտ թթուխոց չասեք Նիկոլի մասին, տարբեր տեսակի օրինակ սոցիալական պայմանների վատ հարացումը, գործազրկության վիճակը, աղքատության վիճակը 18 թվականից հիմա ոչ աղքատությունն է պակասել, ոչ էլ գործազրկությունն է պակասել։ Ընդհակառակը ունեցել ենք տարբեր բացասական արձանագրումներ։ Բայց մենք ընտրությունների նախաշեմին հերթական այդ դաշտում ենք շոուի ականատեսնելու գումարների երևի որոշակի չափով կենսաթոշակառուների կբարձրացնի ընտրվելուց հետո իջեցնելու համար։ Ես կուզեմ այս մեկ հարցել այսպես ամփոփենք այս հատվածում Ամստերդամը Հայաստանի էլեկտրական ցանցերի լիցենզիայի դադարեցման հետ կապված ուղղակի բնութագրում էր տվել տնտեսական բռնազավթում։ Ես սա ցույց է տալիս, որ աշխարհը նաև այս անձանց միջոցով պետք է տեղեկանա, թե իրականում ինչ է կատարում Հայաստանում։ Անդրադարձան, չի կարծում, որ պետք է այո աշխարհին անհրաժեշտ ինֆորմացիան հասցնել, տեղեկացնել, տեղյակ պահել, թե ինչ է կատարում Հայաստանում, որքան էլ որ աշխարհը երևի խուլ ու համր է, հա, իրեն չի հետաքրքրում, այստեղ ինչ է, կարևորն իրենց շահերն են Ադրբեջանի հետ հարաբերություններում, նաև Փաշինյանը շատ-շատերին գուցե ձեռ է տալիս իրենց աշխարհքաղաքական շահերը այստեղ իրացնելու, սպասարկելու համար, բայց մենք հայերս պետք է բարձրաձայնենք։ Այս տեսանկյունից կուզեմ անդրադառնալ Նարեկ Կարապետյանի հայտնի հարցազրույցին, Թակեր Կարլսոնին տրված։ Նարեկ Կարապետյանի այդ հարցազրույցը ինչ դեր կունենա ըստ ձեզ անհրաժեշտ իրազեկման համար։ Առաջի հերթին տեղեկատվական վակուումից դուրս գալու էֆեկտ ունեցավ։ Ես չեմ հիշում 20 թվականից այս կողմ այնպիսի հարցազրույցներ միջազգային մակարդակի եղել են ռուսական լրագրողներին տված հարցազրույցներ, չուրանանք այդ փաստը, բայց եղել են դա, բայց այս տեսակ մասշտաբային հարցազրույցներ չի եղել։ Նարեկ Կարապետյանը կարողացել է մեր երկրի, մեր ժողովրդի պատիվը բարձր պահել առաջի հերթին ներկայացնելով մեր պատմության համապարփակ իրավիճակը, ինչը որ եղել է դարեր շարունակ եւ մեր խնդիրների բարձրաձայնումը միջազգային կարևորագույն լսարանի առաջ դա մեծ պատիվ էր եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինձ շատ լավ զգացի, որ կար մարդ եւ կա մարդ, ով մեր ազգի պատկերը ներկայացնում է ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին գցնելու կամ ինչ-որ մեկի համար ծառայություններ մատուցելու, այլ ինքը լինելով հայ, հպարտանալով այդ փաստի մասով խոսում է հայերի խնդիրների մասին եւ հայի տեսակի մասին։ Սա մեկ դրվագ։ Երկրորդը իրականում կարևոր էր խոսել այն բռնաճնշումների մասին, կրոնական բռնաճնշումների մասին, որը որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ասած մեծ թափով առաջ է գնում այդ հարթակով։ Կարևոր է նաև խոսել պարոն Սամվել Կարապետյանի կալանքի մասին եւ թե նա որտեղ է գտնվում, որովհետեւ շատ հաճախ արևմուտքում ընկալումները ձևակերպումն ասեմ, KGB-ի պատվալ ասոցացում է բավական լուրջ խնդրի մասին, որ բռնաճնշումների մակարդակին, որ KGB-ի պատվալ են տարել ու հենց այդ ձևակերպման մատնանշումը ինքը շատ լուրջ քաղաքական ազդակ եղավ ամերիկյան պահպանողականների համար եւ նաեւ կար ադրբեջանական տեղեկատվական դաշտի ուսումնասիրում այդ ժամանակ կար ընկալումներ Ադրբեջանում, որ ուրեմն Դոնալդ Թրամփի որդին, որ պետքա գար այստեղ Հայաստան, հնարավոր է նաև իրանք տեսնում են այդ հավանականությունը, որ դա է եղել պատճառը, այսինքն Հայաստանում տեղի ունեցող բռնաճնշումների եւ հատկապես ազգային բարերի կալանավորումն է եղել պատճառը, որովհետեւ Դոնալդ Թրամփն էլ է բիզնեսմեն, ինքն էլ է հասկանում տնտեսությունից շատ խորը եւ ունի
ընդհանուր սոլիդարություն տնտեսության եւ տնտեսագիտության հետ։ Կարծում նաեւ դա էլ ունեցավ իր ազդեցություն եւ ադրբեջանական կողմերը դա բավական ակտիվ քննարկում, չնայած կային տարբեր կարծիքներ, բայց դա հատկապես շատ է շեշտվում։ Եվ իհարկե միշտ պետք է մեր ներքին խնդիրները, որ Նիկոլը ներկայացնում է, ես դեմոկրատ եմ, մնացածը ռևանշիստ են, բայց հակառակ էֆեկտն է, չէ, իրականում ստացվում ինքը հայատյացա, մնացածը հայապահպանությամբ են զբաղված ու դրա համար կրում են ահռելի զրկանքներ, դա ներկայացնում միջազգային հանրությանը, որպեսզի այդ աջակցությունը, որ դրսից կա, դա կլինի թե ֆինանսի տեսքով, թե քաղաքական հայտարարությունների տեսքով մինիմալիզացվեն, որ Նիկոլը հենարան չունենա, արտաքին հենարան չուներա եւ այդ դա չօգտագործի մեր ժողովրդին հերթական անգամ խաբելու համար։ Շնորհակալ եմ, այս հատվածը այսպես եզրափակեցինք, կուզեմ շատ կարևոր մի քանի հարցերել անդրադառնանք, մեր եթերաժամանակը իհարկե մոտեցել է ավարտվում է արդեն, բայց ձեզ չեմ կարող մի քանի հետաքրքիր հարցեր չտալ։ Բայրամովի հարցազրույցը հայտնի, պարոն Դավթյան, վստահ եմ գիտեք շատ լավ։ Սխալվել եմ։ Հրաշալի է եւ կարծում եմ հիմա որպես մասնագետ կտակ դրա մեկնաբանությունը, բայց ես շատ արագ նաեւ մեր հասարակությանը, մեր ունկնդիրներին հասցնեմ հետեւյալ ինֆորմացիան, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է ունենում, երբ էր, երևի 1 ամիս կար, թե չկա, վերջի շրջանում։ 2 շաբաթ առաջ։ Եւ նոյեմբերի 8-ին։ Ահա, այո, օրը շատ կարևոր էր, որովհետեւ Արցախյան 44 օրյա պատերազմի, ահա, այդ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման հենց այդ ընթացքն էր եւ երևի թե հատուկ նաեւ ընտրվել էր հենց այդ օրը։ Նա ներկայացնում է հետեւյալը, որ 2018-ին առաջին անգամ տեղի է ունեցել Ալիև եւ Փաշինյան հանդիպումը Դուշանբեում, որտեղ Ալիևը նրան ասել է, որ պետք է լուծել անպայման Արցախը, Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնեք մեզ, հա, այսպիսի հարց է դրել Փաշինյանի առաջ, ինչին համաձայնել է Փաշինյանը, ըստ իմ, հա, ես հիմա արագ ասեմ, բայց 2019-ին արդեն հրաժարվել է, երբ երկրորդ անգամ են հանդիպել Ալիևի հետ, հրաժարվել է, որ չեմ կարող անել, որովհետև ինձ կսպանեն։ Նախ կխնդրեմ Բայրամովի ասելիքը մեզ փոխանցեք, ինչ էր ուզում ասել, սրանով ինչու այսպես հրապարակեց, հանրայնացրեց այս տեղեկատվությունը։ Իրականում շատ երկար սղագրություն ունեմ այստեղ, պարզ տեքստով ասեմ, ինքը բավական երկար է, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվենք, փորձեմ մի քանի դրվագի մասին խոսել։ Իրականում ես հիշում եմ, որ 18 թվականին կար Նիկոլի իշխանություն գալուց հետո կար ընկալում, որ սահմանում չեն կրակում, խաղաղություն է սահմանում ու իրականում դա այդպես էր։ Ինչու, որովհետև ադրբեջանական կողմի հետ, որպեսզի Նիկոլը կարողանար հասարակությանը տրամադրել, որ ինքը լեգիտիմ եւ մեծ տոկոս ունի աջակցության Հայաստանի Հանրապետությունում, նաեւ խաղաղության ցկտող ղեկավար է, իրան հարկավոր է քաղաքական գետնի վրա նման արձանագրող ադրբեջանական կողմը չկրակի սահմանում մարդիկ չզոհվեն, մեր տեղեքը չզոհվեն։ Եվ ամենահետաքրքիր դրվագը գիտեք ո՞րն է, որ իմ պատկերացմամբ որպես մասնագետի իրենց մոտ, այսինքն Ադրբեջանի մոտ ձևավորվել էր խոստման կարգի իրավիճակ, որ դուք մի կրակեք, ես կարճ ժամանակ անց Արցախի հարցը կլուծեմ այնպես, ինչպես որ հարկավոր է։ Ու պատահական չի, որ իհարկե մեր լրատվականները Բայրամովի հարցազրույցը ցիտել էին, ու ես քաղաքական դաշտին կարում եմ փոխանցում, այնպես որ Նիկոլը ասենց շատ հայրենասեր էր ու դրա համար չտվեց Արցախը, բայց այդքան էլ դա այդպես չէ, որովհետև 18 թվականին դուք ճիշտ նշեցիք, եղել է պայմանավորվածություն չկրակելու մասին եւ Նիկոլը տվել է խոստում, որ ինքը կլուծի այն հարցը, ինչպես որ ադրբեջանական կողմի ընկալմամբ է պատկերացում, որովհետև Բայրամովը հատուկ շեշտեց, ինչ այդ խոսել են Դուշանբեում, որ մեջբերում անեմ, այս հարցը մենք պետք է լուծենք, խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է, չպետք է դա անվերջ շարունակվի, մենք չենք ընդունի այն։ Այսինքն այդ իրականությունը, որը որ կար առհասարակ բանակցային process-ի շրջանում։ Հետո Փաշինյանը առաջին ըստ Բայրամովի, հա, Փաշինյանի առաջին արձագանքը բավական կառուցողական էր։ Նա նշեց, որ նոր է իշխանության եկել, իրեն ժամանակ է պետք, բայց ինքը կձեռնարկի բոլոր քայլերը խնդիրը լուծելու համար։ Բոլոր քայլերը, այսինքն ինքնին ենթադրում է, որ դու կանես ամեն բան հնարավոր եւ անհնարին կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկ դա իրենից բխում էր այն, որ պետք է հրաժարվել այն բանակցային փաթեթից, որը Նիկոլը արեց փաստացի, դա զորայական կետից սկսելու մասով, որպեսզի լինի հետո նոր պատերազմ։ Իմ անկարումն եմ փոխանցում։
Դրանից հետո հետաքրքիր արձանագրում է արվում, որ կար կապ ԱԱԾ-ի եւ Ադրբեջանի անվտանգության ծառայության միջև, այդ կապի միջոցով բոլոր հարցերը կարգավորվում էին, սրա մասին ծրարներ են իրար փոխանցվում, չէ՞, այդ ընթացքի հետ ծրարի մասին բան չկա, խոսքի հարցազրույցի մեջ ճիշտն ասած, բայց շատ կարևոր դրվագ է, որ երբ որ երկրորդ անգամ են հանդիպում, այսինքն փորձում են ամփոփել այն իրականությունը, որը կար 18 թվականին ձեռք բերված պայմանավորության, ես այդ դրվագը ընդհանրապես ընթերցեմ, Բայրամովի խոսքն եմ մեջբերում 2019 թվականի մարտին ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացավ հերթական հանդիպումը, մոտ 6 ամիս անց Փաշինյանը լիովին փոխեց իր դիրքորոշումը, նա բացահայտ հայտարարեց, որ այս հարցը չի կարող լուծել եւ նույնիսկ չգիտի կկարողանա թե ոչ։ Ավելին նա հիմնավորեց, եթե դա անի, իր կյանքը կվտանգվի, ինչը հռետորական հարց տվեց նախագահին, այսինքն ինքը փորձել է հարցը տալ հենց միանգամից Իլհամ Ալիևին, այսինքն փորձել է այսպես ասած պաշտպանողական կամ իրավիճակ ստեղծել, որտեղ ասել է, որ դուք ուզում եք, որ ինձ սպանեն, նախագահի պատասխանը պարզ էր, ես երբեք չեմ ցականա, որ որևէ մեկին սպանեն։ Սա որևէ առումով չի նշանակում, որ Ադրբեջանի տարածքները կմնան օկուպացված։ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի համակերպվի օկուպացիա եւ մեկ մեր հողերը կազատագրենք։ Ըստ երևույթին, ինչ է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը սկզբնական շրջանում խոստում է տվել, որ ինքը կլինի հայ միակ ղեկավարը եւ բացառիկ ղեկավարը, ով կկարգավորի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, եւ հատկապես նշած այն համատեքստը, որ ես չեմ ասում, որ թշնամու խոսքերին 100% հավատալ է պետք, բայց մենք արձանագրում ենք, որ վերջի տարիներում թշնամին ավելի անկեղծ է մեր հետ, քան Նիկոլ Փաշինյանը, դրա համար ես հղում եմ անում Բայրամովի խոսքին։ Եվ այստեղ այն արձանագրումը, որ 18 թվականին իրենք հանդիպել են, խոստում է եղել, որ ինքը կանի հնարավոր ամեն բան, այսինքն ինքը կանի ամեն բան, կփորձի այդ բանակցային process-ում այնպիսի իրավիճակ ստեղծի, որ հարցը կարգավորվի ադրբեջանական պատկերացում, որտեղ ադրբեջանցիները հիմար չէին, պարզապես չկրակեին առաջնագծում, հրադադարը պահպանվեր 100%-ով։ Իրենք ակնկալիք ունեին, որ չէին կրակում։ Ինչու օրինակ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի մի հատվածի ժամանակ կրակոցներ կային, բայց ինչու կար կրակոցներ, որտեղ չկար նման տեսակի պայմանավորվածություն։ Այսինքն ըստ երևույթին, այո, ըստ երևույթին այս խոստումը, սա պնդումս ունի վերլուծական հիմք, որի մասին խոսեցի։ Այս խոստումը իմ խորին համոզման որպես մասնագետի եղել է Արցախի հարցը հանուն եւ ի օգուտ Ադրբեջանի կարգավորելու։ Պարոն Դավթյան, ես էլ որպես կողքիցալ լրագրող վերլուծելով այս ամբողջը, իմ մոտ այսպիսի տպավորություն եղավ հենց այդ փաստի հետ կապված, որ ասացիք, որ հենց այդ ժամանակ էլ ծրագրվել է պարտության պատերազմի սցենարը, այսինքն իրականացում է մի պատերազմ, դրան տանում է, ամեն ինչ անում է Փաշինյանը, որ դա գնա եւ փաստեր կան, չէ, ասում է ես կարող էի կանգնեցնել, բայց չկանգնեցրեցի, սպանում է մեր տղաներին, Արցախը հանձնում է, հետո մեր ժողովուրդը ոչ թե իրեն է սպանելու, այլ ասելու է, հիշում եք ինչ սկսեցին ասել, դե ջիբն են գցել։ Այսինքն ինքը չսպանվելու փոխարեն սպանեց մեր տղաներին, հանձնեց մեր Արցախը, հետո իրավիճակը այնպես ստեղծեց, որ ժողովուրդը հիմա ասում է ինքը մեղավոր չէ, իրավիճակն էր մեղավոր։ Փաստերը խոսում են այն բանի մասին, որ ըստ Բայրամովի մարտին եղել է հանդիպում ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում, իսկ նույն թվականի 19 թվականի սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում Արցախում, այսինքն Ազատության հրապարակում Նիկոլը ասեց, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այսինքն, երբ որ դու 19 թվականին ասում ես ոչ մի բան չեմ կարող անել, ու դու տեսնում ես, որ թշնամական կողմը հստակ գիծ է հատում պատերազմի, դու շարունակում ես այդ կրակի վրա եւ գիծը հատել ավելի երկար ճանապարհ անցնելով, է պարզ որ պետք է վերջում պատերազմ ստանաս։ Իմ պատկերացումները 44 հրա պատերազմի ուրեմն դրդման միանշանակ կապված է Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումների հետ։ Դե դրանք կարելի է քաղաքականություն անվանել։ Այո, մեր 5000 տղաներին զոհեց, հանձնեց Արցախը եւ իրականացվեց այդ սցենարը համատեղ։ Արդեն շատ հստակեցվում է էլի այդ պատկերը, դրան էլ գումարած մեջտեղ է գալիս, քանիցս արդեն նաեւ իմից հետ տարբեր քաղաքական գործիչներ հարցազրույցներում հստակ ասում են, որ փաստեր կան 5 միլիարդ, հա, դոլարով Արցախը
վաճառելու մասին։ Դա էլ գուցե ժամանակը կգա, հիմա որևէ մեկս չենք կարող ասել այդ փաստաթուղթը կա, ստացել է թե չէ, բայց փաստեր կան, որ համադրելով մարդիկ ասում են, որ դա եւս տեղի ունեցել։ Եվ ավարտենք մեր հարցազրույցը, իհարկե այստեղ շատ կուզեի ձեզ հետ խոսել անկլավների մասին, որտեղ վտանգը մեր գլխին կանգնած է, այս հետ սինխրոն աշխատելու տարբերակն է, հա, Ալիևը այնտեղից արդեն ասում է անկլավների հարցը պիտի լուծենք, այստեղից խոսում է Արծվաշենը հետ պիտի բերենք եւ այլն, արդեն ակնհայտ է, որ այլ տարածքներ զիջելու տրամաբանության մեջ է այս մարդը, բայց ես պարզապես ժամանակի սղության պատճառով այս թեման այս պահին, եթե ունեք ասելիք շատ կարճ խնդրեմ ասեք, ինչ վտանգ եք տեսնում, այստեղ կա անկլավների մասով, դե դրա մասին բավական երկար կարող ենք խոսել։ Ուղղակի խնդիրը այստեղ կայանում է նրանում, մենք հիշում ենք 24 թվականի Տավուշի տարածքների հանձնումը թշնամուն ու ինչ էին դրա դիմաց խոսում, որ մենք էլ տարածքներ ունենք պահանջելու, ուր այդ տարածքները հետ բերած։ Այդ ապագայում սպասվող, եթե Նիկոլը մնա իշխանության, ապագայում սպասվող process-ների ուղիղ պատասխանը։ Մենք չունենք որևէ վերադարձված տարածք, բացառությամբ բան, որ ադրբեջանական մեկ դիրք է հետ քաշվել մի քանի 100 մետր ու դրանով սահմանափակվել է։ Դրանով տարածք հետ չեն բերել։ Դա դառել է նեյտրալ զոնա։ Անունը դնում է սահմանազատում սահմանագծում եւ այս ասում են դե սահմանազատում սահմանագծման ֆոնի մեջ գործողությունների ընթացքում է կլուծվի նաեւ անկլավ կոչվածների հարցը, բայց դրանք մեր հայկական տարածքներն են։ Ես սարսափում եմ, որ ինքը գնում է նոր զիջումների, դա երևի արդեն ինքը կանի 26 թվականին, երբ ընտրվելով Աստվածոչյանի, ընտրվելով իրեն ամուր կզգա։ Հիմա այդ ընտրությունների պահով էլ ավարտենք մեր այսօրվա հետաքրքիր զրույցը, ընտրություններ եւ ես նորից քանի որ դուք մեր ձևով շարժման անդամ եք, պիտի հղում տամ նաեւ առաջնորդի Սամվել Կարապետյանի վերջին այս ուղերձին, ուզում մի փոքր ընթերցել այդ հատված, ասում է՝ մի հուսահատվեք, մի կարծեք, թե փոքրիկ խմբակը իր համար դրական արդյունքի է հասել, սրբությունները ոտնահարելով, բանտերը լցնելով, ունեցվածք խլելով, վախի մթնոլորտ ձևավորել փորձելով, գուցե առավելագույնը եւս 6 ամիս պահես իշխանությունդ, բայց երկիր չես պահի, երկրի արժանապատվությունը չես վերականգնի, քո քաղաքացիների կյանքը չես լավացնի, պետության խնդիրները չես լուծի։ Այնուհետև ասում է հետևյալ միտքը. ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության ու Հայաստանի համար նոր բարեկեցության ու խաղաղության ժամանակաշրջանի սկզբի կապակցությամբ։ Դուք կարծում եք, մենք իսկապես կարող ենք ընտրություններով ձերբազատվել չարիքից եւ ունենալ իրական արժանապատիվ խաղաղություն։ Ձեր հարց ունի երկու պատասխան։ Առաջի պատասխանը՝ այո, ես միանշանակ վստահ եմ, եւ երկրորդը, եթե ընտրություններով չենք փոխում Նիկոլին, ապա ինչպես ենք փոխում։ Impeachment-ով։ Մենք ունենք կալանավորված տեխնացու, մենք ունենք impeachment-ի process-ի ռուսերեն ասած տուպիկովի սիտուացիա, չկա լուծման հարց։ Այստեղ կամ էլ շատ հաճախ խոսում են, չէ, մտնենք, գրավենք շենքերը, բան, որի ես կտրականապես դեմ եմ։ Դա է լուծումը։ Իհարկե ոչ։ Ժողովուրդը պետք է եւ պարտավոր է իր պետության համար հոգ տանելու։ Ես գիտեմ, որ հիմա ինձ կքննադատեն իմ խոսքերով, բայց ես սա իմ համոզմունքն է, դրա համար ես մաս եմ կազմել մեր ձևովի հետ եւ մեր հիմնական նպատակը ժողովրդի միջոցով չարիքից ազատվելն է, որովհետեւ չարիքից չեն ազատվում անհատապես, այլ ազատվում են համապարփակ կոնսոլիդացված պայքարի շնորհիվ։ Դա նորմալ երկրներում, երբ որ իրական, եթե ասում են ժողովրդավարություն, ուրեմն գոնե իսկապես գոնե կա ժողովրդավարություն։ Երբ որ ասում են արդար ընտրություններ, իրապես կա այդ արդար ընտրությունները, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում, երբ տեսանք, չէ, ինչ տարբերակներ օգտագործվեցին վաղարշապատում, ինչ տեխնոլոգիաներ, ընդհանուր մինչև 90-ականների կներեք Վանդավցյան, հա, այդ լույսը անջատելու եւ ես գիտեք ինչ հիշեցի, երբ որ 90-ականների ընտրությունների 96-ի ընտրությունների ժամանակ լույսերն անջատում էին ու հետո սև կատու էին բաց թողնում, հետո կատուն գնում էր այդ արկղները խառնում էր իրար, հետո օրվա իշխանությունը ոնց ուզում էր քվեաթերթիկները լցնում էր քվեատուփերի մեջ։ Այդ պատկերը աչքիս առաջ կանգնեց։ Հարգելի Արմինե ջան, ես եղել եմ Վաղաշապատ համայնքում որպես դիտորդ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի կողմից 14-26 ընտրատեղամասում եւ ես հավատացնում եմ, որ այն բարձր մասնակցությունը, որ եղել էր, ցավոք սրտի քաղաքական դիտարկումներ չեմ կարող անել, որտեղ իրավական սահմանափակումներ ունեմ, բայց այն բարձր մասնակցությունը, որ արվել էր,
կիրառվել էր մեծ վարչական ռեսուրսի հաշվին։ Նիկոլը այն պնդումը քաղաքական, ես կհակադարձեմ այդ իրավիճակին։ Այն պնդումը, որ Նիկոլը անում է, մենք որ անում ենք քաղաքական դաշտ, որ գնացեք մասնակցեք ընտրությունների, Նիկոլը հաստատ չի անցնի, Նիկոլը քաղաքական օլոմբա իրականացրեց, այսինքն ինքը դա օգտագործեց ընդդիմության դեմ, մեծ թվով վարչական ռեսուրս կիրառեց, փաստացի Նիկոլին ընտրեց ոչ թե շատ մասնակցության մեջ իրական մասնակցությունը, այսինքն այն քաղաքացին, որը զզվում է Նիկոլից, բայց չի գնում ընտրությունների, այլ վարչական ռեսուրսը։ Եվ ունեմ արձանագրված 2 խախտում այդ ընտրատեղամասում ինքս եմ արձանագրել, ունեմ նկարներ, տեսանյութեր, թե այդ մարդիկ ոնց, ինչ ժամանակով, ինչ ժամանակահատվածում եկել գնացել են պարզապես, այստեղ երբ որ ասում ենք մարդկանց մասնակցեք ընտրությունների, այդ խոսքը չի վերաբերում վարչական ռեսուրսին։ Դա վերաբերվում է այն մեր շատ սիրելի հայրենակիցներին, ովքեր նստած իրենց տներում չեն ուզում երկրում բան փոխեն։ Ներողություն, ցույցերին չեն մասնակցում, դատական քաղաքաբանտարկյալի կազմակերպված ակցիաներին չեն մասնակցում։ Ընտրությունները չեն ուզում գնան, բայց ո՞նց են ուզում երկիրը փոխեն։ Իսկ իմ ասածը վերաբերում էր հենց վարչական ռեսուրսներին, իշխանական այն բոլոր լծակներին, որոնք 2026-ին կատաղի ձևով իրականացնելու է։ Հիշեք իմ խոսքը։ Մենք կարծում եմ, որ էլի առիթ կունենանք կխոսենք, եւ Արցախում եմ անգամ։ Ինքը արդեն մտել է այդ իրավիճակի մեջ։ Այս քաղաքաբանտարկյալների քանակը ինչ է ցույց տալիս։ Մի բառ ասում ես, ահա մտածում են հիմա էլ արշավը սկսելու է լրագրողներից վրա։ Արդեն սկսել է, արդեն սկսել է։ Մենք անելու լուրջ տնային աշխատանք, մեր թիմը փառկացու համալրված է եւ համալրվում է լավագույն մասնագետներով տարբեր ոլորտների, ես իրոք հպարտ եմ մեր թիմով, եւ երրորդը մեր համար կա մենք մոտ այդ ընկալումը 26 թվականի ընտրությունների այդքան էլ հեշտ չի, այսինքն մենք չենք ասում հա լավ Նիկոլին ինչա կա հաղթենք։ Մենք հասկանում ենք այդ բերի դժվարությունը, ծանրությունը, բայց մենք չենք հասկանում, միայն չենք հասկանում, ոչինչ չենք անում։ Մեր ամենօրյա աշխատանքներում, մեր ամենօրյա քննարկումներում եւ հանդիպումներում մենք մեր թիմով, մեր ձևի թիմով իրականացնում ենք այն, ինչը որ մեր հայ ժողովուրդը շատ երկար տարիներ սպասել է։ Ունենալու ենք քաղաքական թիմ, որը որ ինչպես մեր հասարակությունն է պնդում, տարանջատված լինելու բոլորից եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ այդ համատեքստում քաղաքական պայքարի մեջ մտնելը։ Մանդավցյան, ես խոստացա մի պատեր միտքը ընդհատեցի մեր զրույցի սկզբնական հատվածում, ասացի շատ կարևոր է վերջում կանդրադառնանք ժողովուրդը ինչ է ուզում է առաջնորդ եւ հստակ օրակարգ, որը կտարբերվի Փաշինյանի այս օրակարգից։ Այս պահի դրությամբ եկեք անկեղծ լինենք։ Արկա ընդդիմադիր դաշտում ոչ առաջնորդն է մատուցվում է ժողովրդին, ասում են հաճախ սխալ է դա առաջնորդը, մենք պիտի խոսենք, ուժերը պիտի խոսեն համակարգային փոփոխությունների մասին, որտեղ եթե համակարգը չփոխվեց, Փաշինյանը չեղավ, Փաշինյանի նման մեկ ուրիշին նորից թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է բերել դրել մեր գլխին, հերթական, ղեկավար, այսինքն մենք պիտի համակարգային փոփոխությունների գնանք եւ ընդդիմությունը որպես օրակարգ հենց այդ պիտի առաջարկի ժողովրդին։ Ուզում հասկանալ ինչ օրակարգ եք առաջարկում եւ դրանով չեմ կարող հիմա դրա մասին խոսել։ Մանրակրկիտ պետք չէ, բայց կա օրակարգը կա, դա կարեւոր է։ Սահմանափակումներ ունեմ, թիմով սահմանափակումներ ունենք, որը որ նորմալ երևույթ է, այս բանին դրա մասին իրավունք չունեմ խոսելու, չեմ կարող խոսել։ Ամեն ինչ չի որ քաղաքականության մեջ բարձրաձայնվում է, բայց ինչ վերաբերվում է ընդդիմության թևին, գիտեք մենք չենք թիրախավորում ոչ մեկին, մենք չենք ասում որ դուք վատն եք, մենք ամենալավն ենք, մենք պարզապես մեր հայ ժողովրդի իղձերի կատարումն ենք իրականացնում։ Մենք առաջարկում ենք այն կամ առաջարկելու ենք այն, ինչը մեր հայ ժողովուրդը վերջին 5-7 տարում, ավելի ճիշտ վերջին 5 տարում 20 թվականից հետո միշտ քաղաքական դաշտում կամ առասարակ առօրյայում այդ հարցը եղել է։ Մենք ուզում ենք նոր մարդ։ Իսկ Սամվել Կարապետյանից նոր մարդ դժվար կարողանան գտնել։ Հուսանք, որ այս իշխանությունը այդ վախերով պայմանավորված, ինչպես կալանավորել է Սամվել Կարապետյանին, նույն կերպ չի խանգարի, որ մեր ձևովը որպես քաղաքական ուժ գրանցի, որտեղ ես անկեղծ ասած ունեմ այդ մտավախությունը, որ Փաշինյանը տարբեր ազգային ուժերի թույլ չի տալու մասնակցել, դե Մոլդովան վկա, ինչպես ասում են։ Գիտեք ոնց, եթե մենք անընդհատ մտածում ենք, մեր ուղիղ անընդհատ մտածումը վախերի մասին, բռնաճնշումների մասին, մեր ուղիղ սահմանափակումը նաև այն պարզ ու հեշտ լուծումների հնարավորությունը, նաև պայքարի հնարավորությունը, որ կա մեր դաշտում։
ցավոք սրտի վերջին տարիներում մենք այնքան ենք խորացել, տրվել Նիկոլի քարոզչական դաշտին, վախեր, ճնշումներ, ձերբակալություններ, վատ նորություններ, որ ուղղենելա չէ ինքը ճկուն իրավիճակը, երբ որ դու անընդհատ վատի մասին ես խոսում ու վատն ես տեսնում, իրականության մեջ լուծումներ չես փնտրում, մենակ վատն ես տեսնում, մնում ես վատի քառակուսու մեջ, բայց մերը ոչ թե քառակուսի է, մերը ընդհանրապես պատկեր չունի, ինքը նոր է ձևավորվում եւ այդ ձևավորման փուլում իր մեջ ընդգրկում է այնպիսի մարդկանց, ովքեր իրենց խելքի, փորձի, հնարավորությունների, նաեւ ազգային մղումներով տարբերվում են շատերից։ Այսքանով ավարտենք մեր բավական տարբեր թեմաներ ներառող հարցազրույցը։ Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար, իսկ ես վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ մենքի տաղավարում այսօր ես հյուրընկալել էի մեր ձևով շարժման անդամ Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։